Հուշերի մասին Զառայի հետ շատ երկար տարիներ շփում ունենք, անգամ ավելին ասում ընտանիքներով, վերջի պրոյեկտը, որ մենք միասին փորձեցինք անել, մի 2-3 սյոմեշնի օր ունեցանք, հետաքրքիր պատմություն է, նկարեցինք և ստոպ տվեցինք որոշ ժամանակով, որ հետո շարունակենք էլի, դե բնականաբար արդեն եթե շարունակենք կամ չենք շարունակի, որովհետև Զառան չկա, այդ խոհանոցի մասին հետաքրքիր պրոյեկտ էր, Շանթ հեռուստաընկերությունով պետք է հեռարձակվեր սիթքոմ, բան էր ինքը, որ նկարահանման պրոցեսի ընթացքում, այսպես ասեմ, 2 ժամը մեկ ստոպ էինք տալիս, որ Զառան մի 15-20 րոպե հանգստանա, որովհետև ասում էր լավ չեմ բան, բայց մենք միանշանակ ուզում էինք աշխատեինք ու աշխատելու էինք, այն էլ սենց եղավ, լավ չստացվեց ամեն դեպքում։ Հիշողություններ շատ կա Զառայի հետ, նոր անգամ ամուսնուն էլ, որ գրկեցի ցավակցություններս հայտնեցի, ասաց, որ քեզ շատ էր սիրում, մի խոսքով փոխադարձ է մեր սերը եղել և ավելին ասեմ կկարոտենք, մի սիրուն գույն պակասեց մեր կյանքից, մեր բոլորի։ Հեշտ էր Տիկին Արամյանի հետ աշխատելը։ Այդ եմ ասում, մի քիչ դժվար էր իր վերջի պրոյեկտն էր լինելու, սիթքոմ որպես այդպիսին հումորային, հեշտ էր այն իմաստով, որ ինքը շատ թեթև էր ամեն ինչը, տեքստերը արագ էր սովորում, շատ լավ էր, բայց այդ որ ինքը հասկանում էր, որ ինքը մի քիչ լավ չէ, առողջական խնդիրներ կա, ինքը անգամ խնդրեց մեզ ի սկզբանե, մենք ասացինք սիրով համաձայնվում ենք, որ ինքը ասաց, որ կարող է մի ժամը մեկ բան, մի 15-20 րոպեով պոստը ես հանգստանամ, մենք անգամ մեծ ձիվան էինք վերցրել նկարահանման պլաշատկայում, որ ինքը պարկի մի կես ժամ, նորից շարունակենք, այդպես հիշողություններ կա իրանից, ամեն դեպքում շատ կկարոտենք։